Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի ժամը 12-ի թողարկումը, ես Գառնիկ Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Ծեծկրտուկ Խաչատուր Սուքիասյանի եղբորորդու և դատախազների որդիների միջև կան դանակահարվածներ։ Քրեական վարույթի հետքերով Էջմիածին ձերբակալել են Գեղակերտի դպրոցի տնօրենին, որն է մեղադրանքը։ Ինչու սկսվեց պատերազմը, ինչ կարող էր տալ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և խաղաղության համար, կա արդյոք իրական հող, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը փակագծեր է բացել։ Փաշինյանը պետք է հեռանա, ակցիա Լոս Անջելեսի Հայաստանի Հանրապետության հյուպատոսության շենքի դիմաց։ Միացյալ Նահանգներում կառավարության շատդաունի գործընթացը մոտենում է ավարտին, համաձայնագիր է կնքվել։ Ծեծկրտուկ Խաչատուր Սուքիասյանի եղբորորդու և դատախազների որդիների միջև, ըստ իշխանություն լրատվականի տեղեկության Երևանի ակումբներից մեկում քպեական պատգամավոր Սուքիասյանի եղբոր-որդու և գործող դատախազների որդիների միջև կնոջ պատճառով ծեծկրտուկը հասել է դանակների։ Դանակահարել են դատախազների որդիների ընկերներին։ Լրատվականը պարզել է, որ Սերենա ակումբը փակ է, աշխատակիցները հավաստիացրել էին, որ դռները փակ են վերանորոգման պատճառով։ Քիչ առաջ քննչական կոմիտեն գործընկերոջս հայտնել է, որ ակումբում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ, խուլիգանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ Ընթանում է նախաքննություն։ Իսկ հանգստյան օրերին հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում էջմիածնում էր, ավելի կոնկրետ Գեղակերտում։ Ձերբակալել են Վաղարշապատի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանին։ Կոմիտեն քրեական գործ է սկսել բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան Համբարձումյանին կալանավորելու համար։ Հիշեցնեմ, օրեր առաջ սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ դպրոցի տնօրենը դիմ ընտրությունից առաջ օգնություն էր բաժանում բնակիչներին, հորդորելով ընտրել ՔՊ-ական թեկնածուին։ Ի դեպ, մի քանի օր առաջ մեր նկարահանող խումբն այս թեմայի հետքերով գնացել էր Գեղակերտ ու խոսել բնակիչների հետ։ Դիտենք ռեպորտաժը ու տեսնենք, թե ինչ են պատմում Գեղակերտում։ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում դպրոցի տնօրենը 60 աշակերտի օգնություն է բաժանել։ Այս օգնությունը այս մարդիկ տարին 5-6 անգամ ստանում են։ Նոր ասեցին 2-3 անգամ։ Շատ լավ։ Մարդ կա, որ նոր է։ Բայց դուք ինչ եք լծված այս աշխատանքին։ Որովհետև ես ՀԿ-ի նախագահ եմ։ Շատ լավ, բայց դուք նաև դպրոցի տնօրեն եք, այս պահին։ Նախընտրական շրջանում գտնվող համայնքում է աջակցությունը բաժանել տնօրենը։ Ասում է հրաժարվել չէր կարող, իր խղճի եւ մտքի բարձր զգացումով է առաջնորդվել ու համաձայնել բաժանել օգնությունը։ Մեզ հետ զրուցել չցանկացավ, ասաց թույլ տվեք օգտվել իմ հրաժարվելու իրավունքից։ Դասի էր, հետո մարզպետարան էր շտապելու։ Այցը կապ ունի արդյոք օգնություն բաժանելու թեմայի հետ։ Նորից օգտվեց պատասխանելուց հրաժարվելու իր իրավունքից։ Գեղակերտի բնակիչներից Սիրանը նախորդ տարի է ստացել կադրերում երևացող տոպրակների օգնությունը։ 5 երեխա, 4 թոռ ունի։ Նրանցից մեկին էր հասել աջակցությունը։ Սնունդն տարբեր սնունդներ էր։ Շաքարավազեր, պեսոկ, բաներ, յուղեր, վերմիշիլ, տես բաներ էլի։ Քաղցրալ մենքներ կար մեջ են։ Համայնքապետարանի բակում կանգնած բնակիչներից մեկը, որ Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին մասնակցելու համար էր եկել, ասաց, որ դպրոցի տնօրենը նման նախագծերով հաճախ է հանդես գալիս։ Միշտ էլ օգտել է, այդի քանի ինչ դպրոցի տնօրենը էլ միշտ էլ օգտել է։ Ոտնես չի որ ինքս ինքներին բաները։ Միշտ օգնել է։ Իմ հարևանների տարելա անապահովին տարավ մի քիչ հեռու բարդ է։ Տարավ զատիկ մանդատուն անապահովին։ Սաղին էլ օգտել է, միշտ օգտել է, ես որ էդի չի վերաբերում ընտրությանից, 1000 միլիոն տոկոս ասնեմ, որ չի վերաբերում։ Բնակավայրի նախկին գյուղապետն ասում է, առաջին անգամ է աջակցության մասին լսում, երբևէ չի իմացել, անտեղյակ միայն նա չէր։ Հետո թե օգնությունը տավ ասել բադա։ Հետո սուտ է, ես բան չեմ լսել։ Երբևէ չի բադա։ Ինչ։ Ելքել է բաժանելու։ Ոչ, ես չեմ լսել ու չեմ էտիս, որ հանգարց օգնություն վերեմ բաժանեմ։ Ինչ արդակ կուտուն են տվել, որ տեղ աղջը բացը, կավակ եմ։ Ասում են միշտ ինքը օգնություն է բաժանում գյուղացիներին։ Դուք երբևէ ստացել եք։
Նախընտրական փուլում գտնվող Գեղակերտում եւս այդ աջակցության մասին անտեղյակ էին։ Համայնքի ղեկավարի տեղակալից հաջողվեց պարզել միայն, որ ղեկավարն արձակուրդում է վաղաշաբաթի ավականու նախընտրական փուլից մինչև ավարտը արձակուրդում է լինելու։ Ակտիվ մասնակցում է ՔՊԱ-ական թեկնածուի քարոզարշավին։ Փոխարենը համայնքապետարանից տեղյակ չէին համայնքում ով է աջակցություն բաժանում, ովքեր են ներառված շահառուների խմբում, ինչու են նախընտրական փուլում գտնվող բնակավայրում որևէ մեկի տանը աջակցություն բաժանում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդատյանն է, վաղաշաբաթի ավականու ՔՊԱ-ական թեկնածու Արգիշտ Մեխակյանն ու Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը։ Երեքն էլ արձակուրդում են։ Նրանք ովքեր աշխատում են չեն կարող առանց արձակուրդի քարոզարշավի մեջ լինել։ Խոսելով դպրոցի տնօրենի աջակցության մասին Խուդատյանն ասաց, որ տեղյակ չէ, քննություն կանցկացվի պարզելու հանգամանքները։ Դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը, որ կանանց երիտասարդների եւ կրթություն հզորացման ՀԿ-ից է, ասում է տարեկան միլիոնավոր սոցիալական ծրագրեր են կատարում Խոյ համայնքում կամրջակ սոցիալ բարեգործական կազմակերպության տրամադրած օգնության հաշվին։ Այնպիսի ծրագրեր, որոնց մասին համայնքապետարանը տեղյակ չէ, բայց կան քաղաքացիներ, որոնք օգտվել են։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ալիքին հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w.abcmedia.am պաշտոնական կայք։ Գյումրու համայնքապետարանը դիմել է Հայաստանում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Եվրամիության դեսպաններին, խնդրելով միջնորդել համապատասխան պետական եւ իրավասու մարմիններին, որպեսզի թույլ տան բժիշկներին այցելել համայնքապետին եւ տրամադրեն անհրաժեշտ բուժօգնությունը ըստ միջազգային մարդասիրական նորմերի եւ մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների։ Այս ընթացքում համայնքապետի առողջական վիճակը նկատելիորեն վատթարացել է, նա ունի լուրջ քրոնիկ հիվանդություններ, որոնք պահանջում են շարունակական մասնագիտական հսկողություն եւ բուժում։ Անհրաժեշտ մասնագիտական օգնության բացակայությունը փաստացի վտանգում է նրա կյանքն ու առողջությունը։ Հարկ է ընդգծել, որ այս վիճակը ուղիղ համընկնում է վարչապետի հրապարակային հայտարարության հետ, որտեղ վերջինս նշել էր, որ համայնքապետը պետք է դուրս շպրտվի քաղաքական եւ հասարակական կյանքից։ Դրանից հետո արձանագրված զարգացումները ներառյալ բժշկական օգնության սահմանափակումը ըստ էության համընկնում են այդ հայտարարության բովանդակության հետ, առաջ բերելով իրավական, հումանիտար եւ մարդու իրավունքների պաշտպանության լուրջ խախտումներ։ Ավելի վաղ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ Գյումրու քաղաքապետին քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ոչ թե շտապօգնության, այլ ճաղավանդակներով փակված ոստիկանական մեքենայով, անմարդկային պայմաններում։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում չկան այն մասնագետները, սրտաբան եւ էնդոկրինոլոգ, որոնք կարող են վերահսկել Ղուկասյանի հիվանդության ընթացքը։ Փաստաբանի խոսքով այսօր Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընթանում է սպանության նախապատրաստություն։ Լրացավ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրման 5-րդ տարին։ Գործող իշխանության համար դա կյանքեր փրկած փաստաթուղթ է, իսկ ընդդիմությունն ու փորձագիտական դաշտը այն անվանում է կապիտուլյացիա, շեշտելով, որ պատերազմը չի ավարտվել, Արցախի հարցը չի փակվել։ Դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա են արել Լոս Անջելեսում տեղակայված Հայաստանի Հանրապետության հյուպատոսության առջև։ Երիտասարդները հյուպատոսության դարպասներին փակցրել են 5 տարի առաջ Նիկոլա Հանձնեց Շուշին եւ Մեր Սուրբ Հողերը եւ Ազատ Արցախ, Ազատություն հայ ռազմագերիներին Նիկոլը պետք է հեռանա գրությամբ պաստառներ։ թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայկական պետականության հիմքերն ստացան համակարգային ու արժեքային մեծ հարված։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը հայտարարություն է տարածել ու շեշտել, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով խաղաղության տեսլականը փոխանինվեց ասիմետրիկ ռազմավարական հավասարակշռությամբ եւ Հայաստանի ու հայության նկատմամբ գոյութենական ու անվտանգային նորանոր սպառնալիքներով։ Հայկական հիշողությունը պիտի լինի արդար նախևառած սեփական պատմության սխալներից ու սայթաքումներից սովորելու հարցում։ Իսկ որն է ուղեղային կենտրոնի տեսլականը։
Genesis Armenia-ի տեսլականն է Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն չպատերազմել, բայց եւ պետք է պայքարել արդարության ձևավորման համար։ Սա ազգերի բարոյագիտությունն է, պետությունների անկախության երաշխիքն ու տարածաշրջանում համակարգերի հավասարակշռությունը պահելու տեսլականը։ Պիտի կանգնենք ոչ թե ցավոտ անցյալի ստվերի տակ, այլ զարգացման եւ արժեքային հաղթանակի պատասխանատվության առջեւ։ Ազգերն ու պետությունները պարտվում են միայն այն ժամանակ, երբ երագնահատում են սեփական կարողությունները, կորցնում խելամիտ հաշվարկի հարացույցը, ակլորանում, պառակտվում, կտրվում քաղաքական իրականությունից, դադարում հավատալ ապրելու, արարելու եւ զարգանալու բնական իրավունքին։ Արցախ հավաքական վերադարձ լինելու է։ Գործող իշխանության համար խաղաղությունն այնքան մոտ է, որքան սահմանամերձ գյուղի բնակչի տան պատուհանից երևացող ադրբեջանական անցակետը։ Դիցմայրում ադրբեջանական ուղիղ դիտարկման տակ մնացել է ընդամենը մի քանի ընտանիք, ահազանգ է հնչեցնում Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նրանք պահում են կյանքի ու հայրենիքի շունչը գյուղում։ Մենք պարտավոր ենք անգամ ամենահեռավոր գյուղերում անել անհրաժեշտը, որ գյուղի լույսը չմարի, մարդիկ իրենց անտեսված չզգան, գրել է Թաթոյանը։ Որևէ տարբերություն չկա նոյեմբերի 9-ի փաստաթղթի եւ Վաշինգտոնյան համաձայնագրի միջև, համոզված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով ոչ մի ընդդիմադիր չի էլ ասում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է չեղյալ հայտարարել։ Բոլորը հասկանում էին, որ սա նաեւ Արցախը պահելու հնարավորություն է, եւ այն ժամանակ պետք էր կարճել այդ փաստաթղթից եւ անել ամեն ինչ, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչվի։ Իսկ ինչու սկսվեց պատերազմը։ Երկրորդ նախագահի կարծիքով պատերազմը սկսվեց առաջին հերթին բանակցային գործընթացի ձախողման պատճառով կողմերի միջազգային հանրության եւ Միսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանն այդ ամբողջ process-ի ձախողող կողմն է։ Քոչարյանը խոսել է նաեւ խաղաղության մասին։ Չեն կրակում մեկ պատճառով։ Ինչ ուզում է առանց կրակելու տալիս ես։ Համար չի կրակում։ Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որը ամրագրված չի երաշխիքային ինչ որ մեխանիզմներով։ Չկա այսօր։ Ես կրկնեմ այն միտքը, որը վերջերս ասել եմ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս խաղաղությունը ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից։ Կուզի այդ խաղաղությունը կլինի, հիմա ուզի խաղաղությունը չլինի, չի լինելու։ Դա Ալիևն է, Ադրբեջանի նախագահը։ Դա խաղաղություն չի։ Հիմա մեր առաջարկը, որ այո, այս խաղաղություն պետք է, բոլորը ձգտում են խաղաղության, բայց այդ խաղաղությունը պետք է ունենա երաշխիքներ։ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովում հայտնել է Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն։ Անտալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումը տեղի կունենա հաջորդ տարի գարնանը ապրիլի 17-ից 19։ Իսկ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե Բաքվի համաձայնության դեպքում կարող են կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների հանդիպում։ Նա հավելել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման նախապատրաստական աշխատանքը բարձր մակարդակով է ընթանում եւ որ Ադրբեջանի հետ բավականաչափ համակարգված աշխատանք են տարել։ Միջազգային լրահոսից ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել ԱՄՆ պատմության մեջ կառավարության ամենաերկար շատդաունը դադարեցնելու համար, որը տևել է 40 օր, հաղորդում է BBC։ ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն փակ է մնացել 1 ամսից ավելի կոնգրեսի պետական ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության չգալու պատճառով։ Նախորդ ռեկորդը 35 օր գրանցվել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում եւ ավարտվել է 2019 թվականի հունվարին։ Սենատը ընդունելու հետո օրինագիծը պետք է հաստատի հանրապետականների վերահսկողության տակ գտնվող ներկայացուցիչների պալատը, ապա ստորագրի Թրամփը, գործընթացը կարող է տևել մի քանի օր։ Բրիտանական հեռարձակման կորպորացիայի BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին եւ BBC News լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թրնեսը լքում են իրենց պաշտոնները BBC-ի պանորամա ծրագրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խմբագրված ելույթի շուրջ առաջացած վեճի ֆոնին։ Նախագահ Թրամփի մասին պանորամա ծրագրի շուրջ շարունակվող վեճը հասել է մի փուլի, որն արդեն վնասում է BBC-ին, մի հաստատության, որը ես խորապես սիրում եմ, ասել է լրատվական բաժնի ղեկավարը։ Ըստ նրա կազմակերպության նկատմամբ կողմնակալության վերաբերյալ վերջին
առաջին մեղադրանքները կեղծ են։ Թիմ Դեյվին BBC-ի գլխավոր տնօրեն է դարձել 2020 թվականի սեպտեմբերին։ Մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է կորպորացիայի առևտրային ստորաբաժանումը BBC Studios-ը։ Նա BBC-ում աշխատել է 20 տարի, իսկ Դեբորա Թրնեսը ղեկավարում է BBC News-ը 2022 թվականից։ Իր պաշտոնում նա պատասխանատու է եղել ավելի քան 5000 աշխատակցի համար, որը 40-ից ավելի լեզվով բովանդակություն եւ ծրագրեր էր պատրաստում ամբողջ աշխարհում 500 միլիոն լսարանի համար։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում է։ Այսօր նա Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Թրամփի հետ, որի հետ կստորագրի համաձայնագիր, այդպիսով միանալով Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիային, որը պայքարում է իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ։ Այցից մեկ օր առաջ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել էր Ալ-Շարային եւ Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Հասան Խաթաբին ահաբեկիչների ցուցակից հանելու մասին։ Մինչ Թրամփի հետ հանդիպումը Ալ-Շարան բասկետբոլ է խաղացել Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերի եւ Իրաքում գործող հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատար Քևին Լամբերթի հետ։ Միջին միջանցք նախաձեռնությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ տարբեր երկրների միջև տնտեսական գործընկերության եւ առևտրային հարաբերությունների զարգացման գործում, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը եւ Վրաստանը ստեղծում են տնտեսական կապերի եւ առևտրային գործընկերության շատ հետաքրքիր եւ կարեւոր ուղի։ Հենց սա է պատճառը, որ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջին կամ անդրկասպյան միջանցքի ամրապնդմանը։ Վրաստանը հուսալի գործընկեր է տարածաշրջանի բոլոր երկրների համար եւ մեր կարծիքով կարող է դրական դեր խաղալ համագործակցության հետագա ամրապնդման գործում, ասել է Կոբախիձեն։ Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ամոթն է, նման կարծիք է հայտնել երկրի նախկին նախագահ Ջո Բայդենը։ Ուղերձ Թրամփին եւ նրա ամբոխին, ես ուզում եմ, որ դուք, պարոն նախագահ, հասկանաք, որ աշխատում եք մեզ համար, այլ ոչ թե մենք ձեզ համար։ Դուք աշխատում եք մեզ համար, ոչ թե միլիարդատերերի եւ միլիոնատերերի։ Ես զայրացած եմ։ Դուք գիտեք, որ այստեղ ժողովրդավարություն է եւ փաստն այն է, որ ժողովրդավարության օրոք թագավորներ չեն լինում։ Ոչ մի։ Դուք գործում եք այնպես, որ խայտառակում եք մեզ որպես երկիր, ասել է Բայդենը Նեբրասկայում։ Սենսացիոն բացահայտում է արվել Լուվրի թանգարանի վերաբերյալ։ Պարզվում է, թանգարանի ամբողջ տարածքի միայն 39%-ն է հագեցած առնվազն մեկ տեսախցիկով։ Այս մասին է վկայում Ֆրանսիայի հաշվիչ պալատի զեկույցը։ Հաղորդվում է, որ Լուվրի տնօրեն Լորենս Դեկարը պաշտոնը ստանձնելուց հետո առաջնահերթություն է տվել ղեկավար կազմի աշխատասենյակների վերանորոգմանը, դրա համար ծախսելով 276,000 եվրո։ Լորենս Դեկարը մեկնաբանելով զեկույցն ընդունել է, որ տեսահսկման համակարգը թանգարանի թույլ կողմերից է։ Լուվրի կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին։ 4 դիմակավոր անձինք բոլորի աչքի առաջ ընդամենը 7 րոպեում թանգարանից տարել էին 88 միլիոն եվրոյի զարդեր։ Տեներիֆե կղզում տեղի ունեցած ողբերգական փոթորկի հետևանքով մահացել է 3 մարդ, վիրավորվել առնվազն 15-ը։ Պաշտոնյաները նշում են, որ Կանարյան կղզիների ամենախոշոր կղզում ալիքների բարձրությունը հասել է մինչև 4 մետրի։ Բնակիչներին կոչ է արվել հետևել նախազգուշացումներին, ցուցաբերել զգոնություն եւ մինչև սպառնալիքի վերացումը հնարավորինս երկար մնալ ցամաքում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևի Մարիինյան պալատում հարցազրույց է տվել բրիտանական Guardian թերթին, որի ընթացքում պալատը 2 անգամ հոսանքազրկվել է։ Որոշ լրատվամիջոցներ կասկածում են, որ դա բեմադրված է եղել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Բագրավանում Լուսան են գտել ու կոչել գյուղի անունով։ Լուսանին տեղափոխել են Երևան համապատասխան կենտրոն, հայտնել է շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարը։ Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ այս արձանագրումը կարևոր փաստ է երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից եւ վկայում է, որ Հայաստանի վայրի բնության էկոհամակարգերում տեղի են ունենում դրական փոփոխություններ։ Լուսանը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ գիշատիչ կենդանի է, որը հիմնականում բնակվում է լեռնային եւ անտառապատ շրջաններում։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնի Մութաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Մաղթում եմ օրվա արդյունավետ շարունակություն։